Ադալիմումաբ և ռիտոքսիմաբ կենսաբանական դեղերը ցուցված են ռևմատոիդ, պսորիատիկ արթրիտների, ցրված սկլերոզի և այլ հիվանդությունների բուժման համար։ Դրանք սպիտակուցային պրեպարատներ են, օրգանիզմում ճնշում են բորբոքային պրոցեսները, բայց լինում են դեպքեր, երբ իմունիտետը սկսում է հակամարմիններ սինթեզել հենց դեղերի նկատմամբ։ Երբ որ օրգանիզմը մտնում է օտար սպիտակուց, մեր օրգանիզմը եւս սկսում է դրա հանդեպ կռվել, չնայած նրան, որ այս փարագայում դրանք լավ նպատակով են ներմուծվել, եւ արտադրում է իր սպիտակուցները, իր հակամարմինները, որոնք կպնում են դրանց մինչեւ իրենց ազդեցություն թողնելու, միանգամից չեզոքացնում են։ Այդ դեպքում դեղերը չեն ազդում, բուժառուն ժամանակ եւ գումար է ծախսում, սակայն բուժումն անարդյունավետ է։ Հիվանդությունն էլ չի նահանջում։ Աշխարհում այս պրեպարատների օգտագործումն ուղեկցվում է թեստային հետազոտությամբ, որը մեր երկրում արդեն հասանելի է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ստացել է 4 նոր թեստեր, որոնք առաջին անգամ են, որ Հայաստանում օգտագործվում են եւ նախատեսված են ադալիմումաբ եւ ռիտուքսիմաբ դեղերի կոնցենտրացիան արյան մեջ որոշելու համար, ինչպես նաեւ այդ դեղերի հանդեպ հակամարմինների որոշելու համար։ Թեստերն օգնում են բժիշկներին վերահսկել թերապիայի ընթացքը, փոխել դեղերը կամ դեղաչափը, իսկ եթե հետազոտությունը պարզում է, որ օրգանիզմը այնուամենայնիվ հակամարմիններ է արտադրել, բուժման փոփոխությունն անխուսափելի է դառնում։ Մենք արդեն ունենք հետազոտված բավական թվով պացիենտներ, ում մոտ որ օրինակ հայտնաբերվել են հակամարմինները, այսինքն փաստացի նրանց մոտ ինչ-որ մի պահից սկսած բուժումը անարդյունավետ է եղել, ինչը եւ փաստում են բուժող բժիշկները։ Դեղերը համեմատաբար նոր են, դա է պատճառը, որ մինչև այս բուժումն ընթացել է առանց լաբորատոր վերահսկման։ Հետազոտությունները կատարվում են բարձրակարգ վերջի սերնդի սարքավորումներով, պատասխանները տրվում են 100-ական կոնցենտրացիաներով, կատարվում է երակային արյան նմուշարումից, ինչպես այսպես պետք է նշենք, որ հետազոտությունների պատասխանները լինում են շատ արագ, այսինքն պացիենտը բուժառուն հանձնելով արյունը պատասխանը կարող է ստանալ հաշված ժամերի ընթացքում։ Ի տարբերություն դեղերի, հետազոտությունը մատչելի է, ուստի մասնագետների հորդորն է բուժումն արդյունավետ կազմակերպելու համար պարտադիր հետազոտվել։ Արամ Արանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։